Я честный блогер, Азливым, поэтому я должен рассказать, сейчас расскажу. Мусора тормознули опять. Во-первых, Имайрин Элькасым. Это не я первый жалуюсь и пребывающих в этой, с позволения сказать, стране Черногории. И русские, и украинцы уже жаловались, что их тормозят на улице мусора. Да, и не такое было позднее время, где-то 12 минут первого ночи. Шел от центра, почти от стадиона, там чуть не, там несколько сот метров, там достаточно много люда, и елочка, и все. Значит, это уже второй раз. Один раз уже проверяли на той улице. Но здесь произошло нечто, поэтому я рассказываю. Тот раз они представились, показали ксивы. Ну, пожалуйста, я показал документы. Сегодня, значит, документы и так далее. Я показал эти миграционные листы. Сними очки. Ладно, сними эту шапку, эту головной убор. Несколько раз спросили, турок? Нет, арас, не турок, смотри, Армения. Ага. Сенсары. Что у тебя вот этот в рюкзаке? Ну, не рюкзак, а то, что это маленькая сумочка, я оборачиваю на живот, покажи. Капумен полис, что у тебя? Покажи. Асимилёпе. Теперь ты покажи документы, удостоверение. Он опять, давай, что выверни, что у тебя здесь, а ты покажи документ. И этот урод достал опять, здесь находясь в Черногории, он нарушил, этот урод. Их было двое, молодые, до 30, достал оружие, вот так, достал оружие, пистолет, ну не прямо в меня, а вот так, держа, косо, вот мой документ, չհասկացա։ Համի տեսեք, եթե ցանկություն ունենայի, խորանայի, գիտեմ ինչ անելու։ Սրանց արտոնություններ է տրված, որ իրանց ցանկությունով կարող են, ինչ ուզես ես Եվրոմիության հետ կապված այս գաղտնիություններ էլի։ Կարան տանեին, վերջում հնարավոր է, որ ինֆորմացիան հասներ տեղ, սրան ինչ-որ մի բան ասեին վերևից, ես ինչ ես անում, կամ կարող է հանեն, ռադանեն ոստիկ, ես չգիտեմ, բայց հարցը նրանում է, որ ինձ բան կանեին։ Սրանք ունեն իրար, սրանց տրված է այդ բաները, ես կարդում եմ խրոնիկաները, ստատիստիկաները, այսքան քաղաքացի ստուգել են, այսքան, շմոն են անում, այսքան զրոյացրել են դրանց վենժները, այսքան դուրս են վտարել են, դեպորտ են արել եւ այլն։ Իրենց տրված արտոնությունները, համին նույն գաղտնիությունը Փաշինյանը երևի Հայաստանում է, էլի, Թուրքիայում էլ է դից արդեն։ Նա բրիտանային գլուխս ցավացնային, հանելա պիստոլետը օրա։ Հիմա տես։ Ուշադիր լսեք հայաստանցիները։ Ինքը տեսա, որ ես Հայաստանի քաղաքացի եմ, չէ՞։ Ասում եմ, խնդրեմ, ցույց տվեցի դոկումենտը, մի հատ ցույց տու քո ոստիկ, ի վերջո ուզում ես բան անես, ինձ ապշարի տանես, էլի, առանց պատճառի սրանք սենց են անում, էլի։ Հանեց բանը ցույց տվել, չէ՞։ Ահա։ Ասում եմ, այս է իմ դոկումենտը։ Ես որ շարունակեի, ես հասկացա, որ եսի, ինքը ցույց կտար, բայց ինձ կտանեին, սա կեղտ է, էլի, ինձ կտանեին, դե գլուխս պետք է հարցու, սրանցու, Հիմա տեսեք, եթե ես լինեի վարչապետը, ինձ ինֆորմացիա եմ ստանում Հայաստանի քաղաքացու հետ, էսենց վարվեցին, միանգամից դեսպանին, հյուպատոսի, եթե չկա, ուրեմն արտգործ նախարարի հետ կկապնվեի, կասեի, ղաղպա, ես ինչ ես անում, ես մեր քաղաքացիները ես ոնց քեզ հասկանաք, ղաղպա, էլի մի հատ շուտ դրան պատժեք այդ ոստիկանին, ես ոնց որ ամերիկացիներ են անում, ամեն իրաց քաղաքացու համար, եթե իրավունքները խախտվում է, Էս ինչ եք, մի հատ պատասխան տու,
Բայց ոչ միայն էս Ղախպա Փաշինյանը, սրանք հակառակ, սրանք սատանիկ են, ասեն լավ եք անում Հայաստանի քաղաքական, սրանք էս Օղրաշի քաղաքականությունը Նիկոլի քաղաքականության կոչված հետևանքով այս ամենը տեսնում է Հայաստանի քաղաքացիությունը թքած ունի, ասում եմ ցույց տուր ու դաստավիրենի մուսորին հանում է ատրճանակն է, էսա իմ ու դաստավիրենի, Ղախպա, հա, Ագրիդակ Միրզոյան Ղախպի ծնունդ Այո, սրանք աբարզետ են արդեն եղել, սա արդեն որ երորդ, երևի 5-րդ անգամն է, որ այս մուսորների հետ ստեղ շփում եմ։ Անցած բոլոր անգամները սրանք ցույց են տվել իրանց քսիվեկը։ Այս անգամ հա եկավ կանգնավ, հա իրանց մեքենան էր ոստիկանական չէ, բայց այդ միգալկով էր, իրանք ֆորմով էին, հելան Փաստաթուղթ խնդրեմ, հեսա փաստաթուղթ բանը Այդ ինչա պայուսակիտ մեջ մի հատ բան ասի դե ուրեմն դու ուզում ես բան նայես, դե ուրեմն դու մի հատ ներկայացրի, հեսա ես էլ ադվոկատից կզանգեմ, չհասկացա։ Հասկանում Իրանք որ այդ միգրացիոնը տեսան չխորացան էլի, բայց որ խորանային պետք է տանեին, պարզեին, որ չուզեցան խորանալ, որ եթե ես շարունակեի, ինքը քանել այդ Ղախպեն, կցույց տար, կասել դե հիմա մենք իրանք իրավունք ունեն, տանեն դե ժամերով գլուխ հարտուկեն, հասկանում եք, սա Ղախպությունը, ով որ չի ասում Եվրոմիությունը չարիք է, ինքը Ղախպա է, նույն Նիկոլ Փաշինյանը, ոչ մի տարբերություն։ Դե Ահա, կրկնեմ մեկ անգամ էլ, որ իմանաք ոնց վարվեք համապատասխան երկրների, սա ոչ միայն էս Ղախպա երկիրը, որտեղ ես հիմա, որտեղ սիտս խառնում է։ Ես դե բոլորին ասել եմ։ Հայաստանի քաղաքացի ցույց եմ տալի փաստաթուղթները, որ ես եմ սա, այդ միգրացիոնի։ Հայաստանի քաղաքացի ասում եմ ցույց տու մի հատ ոստիկանը ասում մի հատ ցույց տու։ Հանում ատրճանակը էսա իմ փաստաթուղթը։ Ոնց է կոմար, հա, Ղախպա, հա։ Նիկոլ Ղախպի ծնունդ։ Ես պատրաստում եմ լրիվ ուրիշ թեմաների շուրջ հոլովակ ձայնագրեի, բայց մենակ հիմարությունը չգրեք, որ տես քո հետ իմ հետ չի, ստե գիտեք ինչքան ռուսներ են կանգնեցրել, էլ Ուկրաին, էլ ում ասես բոլորից էլ չասած թուրքերի։ Թուրքերը բաբշե մինչև հիմա չեն էլ երևում։ Ես որ այդպես չեմ էլ տեսել, որտեղ որ ասենք մանավիկի առաջ բարձր խոսում, բան ասես Հա, մոռացա, ես էլ ասեմ, այդ առաջի այդ ոստիկանը, որ ասես փաստաթուղթը իրան տվեցի, հետո որ այդ երկրորդն էր Ղախպեն, էլի, որ եկավ, որ երկրից թուրք ես, չնայած ընկերը հարցրել էր, սես նայում եմ վրեն, էլի, այն ընկերը ասում է, չէ, որ երկրից ես, ասի, լավ երկրից եմ, where are you from, էլի, խոսել չգիտեն անգլերեն, բայց այդ կանը գիտի, ասի, from good car, ասի լավ երկրի մտա, բայց իրոք այդպես է, ես նկատի ունեի ուրիշ բաներ այդ Ղախպա նիկոլական ռեժիմը չէ, ուրիշ առումով։ Հետո ուրիշ հանգամանք էլ կա, հասկանում եք, ես 58 տարեկան, ինչ-որ մինչև 30 տարեկան կլինեն այդ Ղախպի, 58 տարեկան արա այդ Ղախպա, առանց այդ դու կիսամ մարդայ անասուն, դու ով ես դու անասուն էլի։ Անասուն էլի, վենեք եղցի ես, Չեռնագորա, են էլ անասուն, դու ով ես, այ, կայնել է ինձի, սումք էտ բասնա եմ և վալը, ես ազնիվ բլոգեր եմ, դրա համար պատմում եմ, տեսեք, ասես, հա, որ դրեցի, ասես դիր կապոտին, դրեցի պայուսակը կապոտին, բացեց, ընդ ոչ մի բան չկա, մութա, չիրեմ ես իչա, մարիխուանա է, անես մի հատ գորացի իրոք, էլի, եթե սուտ եմ ասի, դու թակեն երեսիս։ Անես մի հատ ուպրյոկ արեցի, բանես շշկրեց ինքը, էլի։ Արդեն հասկացան, որ ջղայնացած է, կարող է խփել է։ Ասես լավ, գնա։ Նստան ու ռադները քաշեցին։ Փաստաթուղթները ցույց չտվեցին Ղախպեկը։ Այդ միգրացիոնի տված թղթերն եմ ցույց տվել, բայց անձնագիրը մոտս չէր։
Ժամկետներ անցած է, ես պատմել եմ եւ ես չգիտեմ ինչ եմ անում։ Գնդակար եք Արարատ։ Ասում է հիմա օրենք են ընդունում, ուզում են ընդունել կոչ հեղաշրջման կոչը եւ այլն քրեականացնեն, էլի նախ այդ դեմա այդ սա բոլոր ասում է Հայաստանում դեմոկրատիա քաղբանտակյալներ չկա, այդ բոզի տղա այդ արա ագրիդակ թուրքական անվանում Արարատ Սարի Միրզոյանը ասում է չկա դրա համար այդպես օրենք են ընդունում կոչ անի։ Ես կոչ եմ անում շաննման սատկացնել Ագրիդակ Միրզոյանին, Ալեն Սիմոնը, Նիկոլ Ղախպին, այն մնացած գյոթերի անունները չտա գյոթիկների էլի։ Կոչը սատկացնել է դրանց։ Սա քաղաքականություն չի, սա դեզինֆեկցիա է կլինի Հայաստանի դեզինֆեկցիա է բեսերից, նիկոլական բեսերից։